Լույսը բարի է, թանկագիները, սա այն օրն է, որ Տերն է ստեղծել։ Ապրենք Տիրոջ խոսքով, քայլենք Տիրոջ խոսքով, որպես իրական քրիստոնյաներ լինենք, ես եւ դու սիրելիս։ Հալելույա, թող Տերը փառավորվի քո կյանքով, մեր կյանքերով։ Ես կարդում եմ Հայտնության գրքից այսօր, մենք ապրում ենք Հայտնության գրքի ժամանակներում, սիրելիներս։ Օրից մի օր ամեն մի խոսք մարմին կդառնա, իրականություն կդառնա։ Այս խոսքերն էլ, որ հիմա կարդալու եմ, մի օր իրականություն է դառնալու։ Հայտնության 19:7 Խնդանք եւ ուրախ լինենք եւ փառք տանք նրան, որ եկավ գառի հարսանիքը եւ նրա կինը պատրաստեց իրան եւ տրվեցավ նրան, որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի, որտեղ բեհեզը սուրբերի արդարությունն է։ Եվ ասեց ինձ. գրիր, երանելի են գառի հարսանիքի ընթրիքին կանչվածները, եւ ասեց ինձ. սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են։ Հալելույա։ Սենես մի օր օրերից սա իրականություն կդառնա, երկնքում հարսանիք է լինելու։ Հարսն ու փեսան միանալու են իրար։ Սիրելի հարս, դու պատրաստ ես դրան, պատրաստիր, այսօրվանից պատրաստ եղիր։ Իմ աղոթն է, որ ես եւ դու բոլորս ոչ մեկը պակասած չլինի այս հարսանիքից, որովհետեւ հարսանիքին պատրաստվում են սիրելիներս, ու մենք գիտենք Տերը շատ օրինակներ ա բերում, ընթրիքի կանչեց, հարսանիքի կանչեց եւ շատերը մերժեցին։ Սիրելիս, երբեք մի մերժիր Տիրոջ առաջարկը։ Իմ աղոթն է նորից, որ ես եւ դու լինենք այդ հարսանիքին, մտածիր սրա մասին, խորիր սրա մասին, ամենակարևոր քո կյանքի իմաստն ու նպատակը թող լինի։ Հալելույա, ամեն։